խոսքը։ Ես զարմանում եմ մեր այսպես անդիմադիկ падգամավորների վրա, լուրջ եմ ասում։ Այդ որ վեր են կենում վայրահաճոց են անում, քիչ եք արգումենտացիան ձեր փաստարկներով ներկայացնում ես ամբողջ իրավիճակը, ժողովուրդն լսի որ հասկանա ինչ է եղել։ Ինչ եք ես կիսատ պրատ ելույթներով ինչ որ բաներ փորձում անել։ Բերեք վերջով կանգնենք, հələ մի հատ տեսնեմ որ մեկն է գալիս իրենցից, որ ասի թե գիտես ինչ, այս ինչ որ դուք ասում եք, այդպես չի եղել։ Թող բերի տեսնեմ այդ ինչ ձևով է եղել, որը ես չգիտեմ։ Որի մասնակից եմ եղել։ Ես կրկնում եմ 6 տարի մենք ադրբեջանցիների հետ բանակցային գործընթաց ենք ունեցել Սնիգիրիում, Մարիս Մոսկովյան։ Իդեպ ասած այնտեղ Տոֆիկ Զուլֆուգարով նախկին նախարար եւ մի շարք падգամավորներ եւ այլն այդ նույնս Ռասիմ Մուսաբեկով եւ այլն 10 բանը չէին կարողանում մի հատ ծպտուն հանեն մեր դեմ, որովհետև մենք ինչ որ իրանք փորձում էին մեզ ասել, մենք փաստերով էինք փակում իրենց բերանը, որովհետև այնտեղ նստած ամերիկացիները եւ ռուսները, որոնք կազմակերպիչ էին բարձր որակի մարդիկ, մեզ հասկանում էին, բա ոնց եղավ որ հանգարցակի մի անգամից ձեռքները վար բարձացեցիք, ասեք, չէ, եկեք մենակ թե մենակ մեզ թողեք, մենք նստենք այս աթոռի վրա, գնացեք ինչ ուզում եք արեք։ Այդպես, բա հիմա ի՞նչ է։ Նույն բանն է։ Քանի գնում ավելին, Նախիջևանը գնաց անցնեց։ Դուք հասկանում եք ինչ եղավ։ Ստամբուլում ինքը հայտարարել է, որ Ղարսի պայմանագիրը, դե Էրդողանին շատ է պետք, որ Ղարսի պայմանագիրը եւ Մոսկվայի պայմանագիրը չեղյալ է։ Պարոն Սարգսյան, իրանց հեռացնելուց հետո այս ամեն ինչը արդեն իրանց հետ միասին այս ամեն ինչը չեղարկվելու է, ցանկացած նոր իշխանություն որ գա, ասելու ասեք այս մարդը այդ կապած ինչ որ գոյություն ունի, դրա համար իրենք ուզում են դարձնել դա անդառնալի։ Չի, անդառնալի է նշանակում է Հայաստանի Հանրապետության հրապարակում բերեն դնեն Թուրքիայի դրոշը։ Դե հենց այդտեղ դնեն Ադրբեջանի դրոշը, այստեղ էլ դնեն Թուրքիայի դրոշը։ Այդ ուրիշ բան, դա նշանակում է Հայաստան չի։